Փառք Աստծուն այս հնարավորության համար, փառք Տիրոջը ամենակարևորը նրա համար, որ թույլ է տալի, որ զգանք իր ներկայությունը, զգանք իր սերը, լսենք իր ձայնը, զգանք, որ ինքը միշտ մեր կողքին է, փառք իրան ամեն բանի համար։ Գիտեք, այսօրվա խոսքը վերնագրել եմ հետևյալ կերպ, կանչիր նրա անունը, անկախ նրանից, որ մենք հավատացյալ ենք, անկախ նրանից, որ դեռ հավատքի կյանքով չենք ապրում, անկախ նրանից, որ մարդը կարա մերժի հավատքը, գիտեք, շատ ժամանակ իրավիճակներ է ստեղծվում, որ երբ որ մարդը կանչի Տիրոջ անունը, նա կգտնի իրոք փրկություն, ազատագրություն։ Գիտեք, շատ վկայություններ կան, երբ մարդը ուղղակի լսել է, որ Տեր Հիսուսի անունը կանչի, ինքը կգա, կպաշտպանի, ազատագրություն կբերի, արել է ու դա իրոք տեղի է ունեցել, վախերով բռնված ժամանակ, տարբեր հարձակումների ժամանակ, շատ վկայություններ կան, որ անհավատ մարդը կանչել է Տեր Հիսուսի անունը ու Հիսուսը եկել է ու օգնել է, եկել է ու այդ չարը, այդ բացասականը վերացրել է, ու գիտեք, շատ կարևոր է, որ մենք շատ շուտ սա հասկանանք, որ մենք պետք է կանչենք Տեր Հիսուսի անունը, անկախ մեր կյանքի դժվարություններից, անկախ տարբեր իրավիճակներից մենք միշտ կանչենք նրա անունը։ Մի համար ընթերցեմ Աստծո խոսքից, Հռոմեացիներ 10-րդ գլխի 33-րդ համարը։ Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Տիրոջ անվան մեջ է փրկությունը։ Ինչքան շուտ մենք դա հասկանանք, այդքան շուտ մենք գիտակցենք, թե որն է իրական կյանքի իմաստը, թե որն է իրական ճիշտ կյանքը, որ ամեն մեկս պետք է ունենանք։ Առակաց 18-10-ում ասում է, Տիրոջ անունը ամուր աշտարակ է, արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։ Տիրոջ անվան մեջ կա պաշտպանություն, Տիրոջ մեջ կա ապահովություն, ու ցանկացած դժվարություն, ոչ մի բան չի կարա մեզ վնասի, եթե մենք Տիրոջ հետ ենք, եթե մենք Տիրոջ պաշտպանության մեջ ենք, իր աշտարակի մեջ ենք, իր ամրոցի մեջ ենք։ Եվ գիտեք, հենց բոլոր են պատվիրանները, որ Տերը իր խոսքի մեջ դրել է, բոլոր են ամեն բան, ինչ որ մեզ ասել է, որ մենք դա պետք է պահենք, անենք, հենց նրա համար է, որ մենք այդ պաշտպանության մեջ մնանք, իր հովանու տակ մնանք։ Ոչ թե դա մեզ սահմանափակում է, դա մեզ պաշտպանում է։ Սա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք։ Գիտեք, երբ Դավիթը կանչեց Տիրոջ անունը, վախերը գնացին, ազատվեց վախերից։ Երբ Եղիան կանչեց Տիրոջ անունը, կրակ իջավ։ Երկնքից կրակ իջավ ու ցույց երևաց, բոլորը տեսան, որ Տերը այդտեղ ներկա է։ Գերբնական կերպով ինքը իր զավակների կողքին է։ Մի շատ հետաքրքիր պատմություն կա, Կուր Բարտիմեոսը, նա կույր էր, ուներ խնդիր։ Դա երբ որ լսեց, որ Տեր Հիսուսը անցնում է իր կողքով, ինչ արեց նա։ Կուզեմ ընթերցենք միասին Մարկոսի 10-րդ գլխի 47-րդ համարից։ Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի Դավթի Հիսուս, ողորմիր ինձ»։ Ամբողջ ուժով նա աղաղակում ու կանչում էր Տիրոջը։ 48-րդ համարը։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա էլ ավելի էր աղաղակում. «Որդի Դավթի, ողորմիր ինձ»։ Եվ ինչ արեց Տերը, ողորմեց նրան։ Եվ նա տեսողություն ունեցավ, նա բժշկվեց, նա հանդիպեց Տեր Հիսուսի հետ։ Երբ որ Տեր Հիսուսը տեսնում է, որ մենք անկեղծ սրտով աղաղակում ենք իրան, զգում ենք, որ իր կարիքը ունենք, կանչում ենք իրան, ինքը գալիս է, ինքը պատասխանում է։ Անկախ նրանից, թե ով ես դու, ինչ դժվարություններ ունես, ինչ փորձություններ ունես, ինչ հիվանդություն ու կապանքներ ունես, երբ որ դու կանչես Տեր Հիսուսի անունը, ինքը կգա քո կյանք։ Ու այս պատմության մեջ մենք տեսնում ենք, որ ճշումներ կան, ուզում էին սաստեին իրեն։ Բարտիմեոսին ուզում էին սաստեին, որ ինքը, չգիտեմ, չբղավեր, չաղաղակեր, բայց ինքն ավելի համառ կերպով կանչում էր Տիրոջ անունը։ Եվ գիտեք, սա մեծ օրինակ է։ Շատ ժամանակ մենք հավատքի մարդիկ մանավանդ ովքեր որ նոր են ապաշխարել Տիրոջ կամքի մեջ հաստատվել, գիտեք, իրավիճակներ ալնում, որ կողքից ճնշում են, որ ինքը չխոսա Աստծո մասին, ցույց չտա, որ ինքը հավատացյալ է, չավետարանի մարդկանց։ Գիտեք, սա հենց չարի նպատակն է, որ ուզում է լռեցնի։ Եթե դու կարիքի մեջ ես, ունես կարիք, դու պետք է կանչես Տիրոջը, որովհետև նա կարա ամեն կարիք լրացնի։ Ու անկախ նրանից, թե քեզ կողքից ինչքան կճնշեն, ինչ կասեն, ոնց կասեն, դու պետք է անկեղծ սրտով միշտ աղաղակես Տիրոջը, անկախ դժվարություններից,
Անկախ նրանից քո կյանքում կան դժվարություններ, թե ոչ դու պետքա միշտ կանչես Տիրոջ անունը։ Գիտեք, Սաղմոս 105:4-ում մենք տեսնում ենք, որ այստեղ Դավիթը մեզ օրինակ է ցույց տալի, որ ամեն ժամանակ պետքա կանչենք, փնտրենք Տիրոջ երեսը։ 4-րդ խոսքը. Փնտրեցեք Տիրոջը եւ նրա զորությունը, փնտրեցեք նրա երեսը ամեն ժամանակ, ոչ թե մենակ նեղության մեջ, ոչ թե մենակ դժվար իրավիճակում, ոչ թե միայն այն ժամանակ, երբ որ հիվանդություն կա, երբ որ ծանր վիճակում ես, այլ ամեն ժամանակ մենք պետքա կանչենք Տեր Հիսուսի անունը, որովհետեւ նրա մեջ է մեր պաշտպանությունը, նրա մեջ է մեր ապահովությունը։ Ու ինչքան կարևոր է սա, որ մենք մեր ամեն օրը առավոտյան, երբ որ զարթում ենք, արդեն փորձենք Տեր Հիսուսի երեսը գտնենք, կանչենք նրան։ Շատ ժամանակ մեր կյանքի դժվարությունները, ինչ որ փուլերով ենք անցնում եւ այդ ամեն ինչ որ չափով կարծես մոռանանք, որ մենք պետքա Տիրոջը կանչենք, իր երեսը փնտրենք, իր կամքը խնդրենք։ Ու գիտեք, երբ որ այդպես է լինում, դու արդեն լցվում ես շատ վատ բացասական բաներով։ Դրա համար ինչքան շուտ մենք կանչենք Տիրոջ անունը, այդքան շուտ նա մեզ կպատասխանի։ Երեմիա 33-րդ համար ընթերցեմ։ Կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Եվ ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պետք է պատմեմ, որոնք դու չես իմացել։ Կանչիր եւ ես կպատասխանեմ։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ ավետարանչության այս բաժինը պետքա ծառայեմ, միշտ կարծես հիշեմ, թե լավ ոնց եղավ, որ ես ապաշխարեցի։ Ես անկեղծ սրտով կանչեցի Տեր Հիսուսին։ Անկեղծ սրտով ուզեցա հասկանալ, նա իրոք իրական է, իրոք կա, իրոք կարա իմ կյանքը փոխի։ Ու գիտեք, երբ որ անկեղծ սրտով կանչեցի, ինքը եկավ իմ կյանք։ Ու դա շատ կարճ տևեց, մի անգամ եմ կանչել, մի անգամից իմ կյանքը է եկել Տեր Հիսուսը, փոխել է իմ սիրտը, բայց անկեղծ սրտով դա արեցի։ Ու դա շատ կարևոր է, որ մենք միշտ անկեղծ սրտով կանչենք Տեր Հիսուսին։ Գիտակցենք, որ մենք միմիայն իր կարիքը ունենք։ Շատ ժամանակ, չգիտեմ, տարբեր բաների վրա ենք մեր հույսը դնում։ Շատ ժամանակ ասում թողում ենք ամենավերջում։ Վերջի որպես վերջի շանս, վերջին հույս, սա սենց արդեն Աստծուն ենք փորձում կանչել, բայց ի սկզբանե մենք պետքա Տիրոջը կանչենք։ Ոչ թե վերջին հույսը նա պետքա մեր լինի, այլ առաջի հույսը։ Ինչ իրավիճակի մեջ որ լինենք, մենք պետքա միշտ կանչենք Տեր Հիսուսին։ Ու սա շատ կարևոր է, ու շատ ժամանակ այս աշխարհի այս դժվարությունները, ճնշումները ինչ որ չափով մեզ խանգարում են, որ մենք կանչենք Տիրոջ անունը։ Այն անհավատ մարդիկ ինչ որ ծայրահեղ իրավիճակում են հայտնվում ու փառք Աստծուն հետ իրավիճակների համար, որոնք որ հետո նպաստում են, որ իրանք կանչեն Տեր Հիսուսի անունը ու ապաշխարեն։ Բայց կարելի է շուտ դա անել։ Կարելի է հիմա սա անել, կարելի է հիմա կանչել Տիրոջ անունը ու գտնել խաղաղություն, ազատագրություն, բժշկություն, ապահովություն։ Տիրոջ մեջ իրոք խաղաղություն կա, վախերը հեռանում է, լցվում ենք սիրով, ուրախությամբ, ու սա ամենակարևորն է, որ մենք պետք է գիտակցենք, որ խաղաղությունը իր մեջ է։ Իր մեջ է այն իսկական կյանքը, այն քաղցրությունը, որի կարիքը որ մենք ունենք, այն դատարկությունը, որ մեր սրտի մեջ կա, մենակ Տեր Հիսուսը կարա լցնի։ Մարդը շատ ժամանակ ոնց ասես փորձում է լցնի իր ներսի դատարկությունը, բայց մեկը գալիս է վերջը հասկանում է, որ չէ, մեկը էլի դատարկա, որտեվ Տերն է մեզ լիացնողը, ինքն է մեզ լցնողը, ինքն է մեզ հագեցնողը։ Ու ինչքան շուտ մենք դա հասկանանք ու կանչենք Տիրոջը, այդքան մեր կյանքը շուտ կփոխվի։ Դրա համար այսօր իմ ուղերձն է ինձ եւ քեզ, որ անկախ նրանից, թե դու հավատքի մարդ ես, թե չէ, Տիրոջը կանչենք, Տիրոջը հուսանք, անկեղծ սրտով։ Ինչքան էլ դա գիտենք, որ դա ճիշտ է, դա պետք է անենք, շատ ժամանակ շատ լավ իմանում ենք, բայց դա չենք անում։ Իմ կյանքում շատ է լինում օրինակ։ Այս պահին ուզում եմ կանգնենք միասին ու Տիրոջը կանչենք անկեղծ սրտով։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, ինչ որ դու արել ես, Հայր։ Շնորհակալ ենք Տեր, որ քո ամենաթանկին ես տվել։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին ես տվել, Տեր։ Տվել ես նրան, որ մենք նրան հավատալով գտնենք փրկություն, ապահովություն, պաշտպանություն։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված։ Տեր դու քո զավակներին պաշտպանում ես, դու քո զավակներին Տեր իմ Աստված զորացնում ես։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, դու մեր կողքին ես։ Ահա կանչում ենք քեզ Տեր իմ Աստված։ Եթե մեր կյանքում կա ինչ-որ իրավիճակներ Տեր իմ Աստված, որտեղ որ մենք քեզանից հեռացել ենք, կանչում ենք քեզ Հիսուս, արի մեր կյանք Տեր իմ Աստված։ Մեր սիրտը բացում ենք քո առաջ եւ ներս ենք հրավիրում։ Արի ու փոխիր Տեր իմ Աստված ամեն բան, ինչ որ քո կամքի մեջ չի։ Արի Տեր իմ Աստված ու մեզ օգնի, զորացրում ես Տեր։ Տեր ների, որ շատ ժամանակ խոստումներ ենք տալի, բայց չենք պահում, Տեր, ների մեզ։
Շնորհակալ ենք, որ դու մեր պես ես, շնորհակալ ենք, որ դու միշտ քո խոստումները կատարում ես, շնորհակալ ենք, որ դու ողորմած ու սիրող Հայր ես ու միշտ պատրաստ ես ընդունելու իրական անկեղծ սրտով քո զավակներին, ովքեր կանչում են քեզ, Տեր, կանչում են քո սուրբ անունը, Տեր, արի մեր կյանք, փոխիր մեր սիրտը, Տեր իմ Աստված։ Միգուցե շատերը ունեն տարբեր խնդիրներ, կապանքներ, Տեր իմ Աստված, տարբեր մեղքերով են բռնված, խնդրում ենք զորացնես, Տեր իմ Աստված, ուժ տաս, Տեր իմ Աստված, որ շարունակեն պայքարելը, Տեր, աճեցնես, Տեր իմ Աստված, զորացնես, Տեր իմ Աստված, օգնես, որ ոտքի կանգնենք ու գնանք առաջ, Տեր։ Հակառակորդի նպատակն է, որ մենք ընկած լինենք։ Տեր, խնդրում ենք զորացնես, որ սատանայի սուտ լուրերին տեղ չտանք, Տեր իմ Աստված, չլսենք, այլ միմիայն քեզ վստահենք, Տեր Հիսուս։ Աղոթում ենք, Տեր իմ Աստված, որ հպվես հիվանդներին, Տեր իմ Աստված, ովքեր ունեն առողջական խնդիր, ովքեր ծայրահեղ վիճակում են, Տեր, ովքեր շատ վատ ծանր իրավիճակում են, խնդրում ենք, Տեր իմ Աստված, բացես իրանց միտքը։ Գիտակցեն, որ քո մեջ է բժշկությունը, քո մեջ է ազատագրությունը, հավատան քեզ ու անկեղծ սրտով կանչեն, ու դու կպատասխանես, Տեր իմ Աստված, ինչպես քո խոսքի մեջ ես ասում, ինչպես իմ կյանքի ու շատերի կյանքի վկայությունը խոսում է նրա մասին, որ դու պատասխանում ես, Տեր։ Դու անկեղծ կանչին արձագանքում ես, Տեր, շնորհակալ ենք, Տեր իմ Աստված, սիրում ենք քեզ, Տեր, եւ մեր ամբողջ կյանքը հանձնում ենք քեզ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք ամեն բանի համար, շնորհակալ ենք, որ եկար, խաչվեցիր, մահացար եւ հարություն առար, եւ մեր մեղքերը ներեցիր, Տեր իմ Աստված, շնորհակալ ենք, Տեր Հիսուս, թող մեր կյանքում քո սուրբ անունը փառավորվի, որովհետեւ դու ես արժանի ողջ փառքն ու պատիվը ընդունելու։ Աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։